Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին ժամը 12:55-ին Նոր-Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող եւ բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով։ Երիտասարդը տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել։ Ժամը 13:05-ին նա ձերբակալվել ու տարվել է քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Պարզվել է, որ մայրաքաղաքի Օհանովի փողոցի բնակիչ 33 տարեկան տղամարդը համացանցով մարիխուանայով փաթեթներ էր ձեռք բերել, տեղադրելով իրացնելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ Նոր-Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է ընդհանուր 33 գրամ քաշով թմրանյութի 19 փաթեթ։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Հատկապես պատանիները փաթեթով թմրամիջոց տեղադրելուն վերաբերում են որպես վարձատրվող աշխատանք։ Սա մեղմ ասած ճակատագրական սխալ է։ Թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը քրեաիրավական իմաստով եւս թմրամիջոցի իրացում է, ընդ որում շահադիտական նպատակներով։ Այս հանցանքի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։